Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, Վանթո Քալիքի եթերում Real Talk podcast-ն է։ Իմ հյուրն է վերլուծաբան Արնոլդ Բլեյանը։ Բարև ձեզ, պարոն Բլեյան։ Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել հրավերս ընդունելու համար։ Սա Վանթո Քալիքի եթերում այս տարվա անդրանիկ թողարկումն է, վստահվել է ինձ, ինչի համար շատ շնորհակալ եմ։ Եվ քանի որ ուզում եմ նաև առիթից օգտվելով շնորհավորել ձեր բոլոր տոները, միանգամից սկսել այսպես շատ թեժ տարի է սպասում ըստ էության մեզ, հասկանում եք ընտրական տարի է լինելու, բավականին այսպես ասած ջրերի վարզաջրվելու ժամանակն է եկել, ձեր տեսակետը ո՞րն է, որովհետև այստեղ ես տեսնում եմ նոր ուժեր են, քանի որ ձևավորվել այս մեկ տարվա մեջ, ինչպիսի այսպես ասած խմորումներ կընթանան, քանի որ մեր ձևով շարժումը կա օրինակ, այլ ուժ կա այսպես Ռուսաստանից գործարար եկել, եթե չեմ սխալվում Իկոնոմով, ազգանունը, այսպես նրանք ինչ որ շարժում, այսպես միավոր Նինա Կարապետյանցի հետ, այդ այո, այսպես տարբեր ուժեր են ձևավորվում, կարծեք թե հիմնական առանցքները իրենք են լինելու, ընտրիցորում խորհրդարանական այսպես ասած տիտուլային կամ տիտղոսային ընդդիմության դերը ստվերվել է այս համատեքստում, կարծեք թե այդ սպիտակ ձևաչափում չի լինելու այն պայքարը, որը որ նախկինում նախընթաց, այսպես ասած, շարունակվել է։ Որն է ձեր տեսակետը այս մասով։ Նախ ես էլ շնորհակալ եմ հրավերի համար, փոխադարձաբար շնորհավորում եմ անցած տորերը, ոդկաս բարի լինի ձեր տաղավար այս տարի, որպես անդրանիկ podcast հաղորդում։ Այո, շատ գանգուր տարի եմ սպասում, մանավանդ մինչև հունիսի 7-ը, երբ կարծես թե կլինեն ընտրությունները խորհրդարանական, հերթական։ Մենք ունենք մի իրավիճակ, երբ գրեթե բոլոր մասնակցող ուժերը գիտեն, թե ով է լինելու առաջին տեղում։ Որոշ ուժեր խեղաթյուրում են մարդկանց, ասելով, թե իրենք կարող են գալ եւ իշխանափոխություն իրագործել Հայաստանում հունիսի 7-ին, նրանք բնականաբար գիտեն, որ դա այդպես չէ, բայց իրենք որոշել են այդ ստի եւ կեղծիքի հիման վրա գալ եւ փորձել ընտրապայքարի մեջ մտնել, դա հենց վերաբերվում է առաջին հերթին իհարկե մեր ձևով շարժմանը, որովհետեւ իրենք շատ են խոսում դրա մասին, ես հերո եմ անվարկածից, որ իրենք իրապես հավատում են, որ իրանք կարող են գալ իշխանության, բայց ես հավատում եմ, որ իրենք հավատում են, որ միգուցե ինչ հանգամանքների աշխարհակաղակական եւ ներքաղաքական հանգամանքների բերումով դա հնարավոր է, բայց դա այնքան քիչ տոկոս է դրա հավանականությունը եւ իրենք միշտ մատնանշում են Գյումրու սցենարը, բայց իրականում Գյումրու սցենարը այնքան էլ տեղին չի համեմատել, որտեղ մեկը տեղական ընտրություններ էին, սա համապետական ընտրություններ են, տեղական ընտրություններում լրիվ այլ մեթոդաբանություն է տեղի ունենում գործում կան համապետականը, բայց ինչ որ այա, գալով իշխանությունը նույնպես հասկանում է, որ իրենք գրեթե միանձնյակ ստանձնեն իշխանություն կամ համենայնդեպս չեն լինի 50+, բայց իրենք կլինեն առաջին տեղում եւ իրենք այդ առումով արխային են ընկել, բայց իրականում այստեղ խնդիրը Հայաստանում ընդդիմափոխության մասին է, որովհետեւ Օրինակ 21 թվականի արդյունքներով ձևավորված այս ազգային ժողովը չի սպասարկում Հայաստանի Հանրապետության հարատևության շահը։ Մենք ունենք օրինակ ազգային ժողովում իշխանություն, որը փոքրի շատ է փորձում է, իրագործել բարեփոխումներ, երբեմն ձախողվում են, երբեմն կիսատ-պրատ է լինում, երբեմն հաջողում են, եւ ունենք ընդդիմադիր հատված, որը ոչ թե մտածում է, թե ինչպես անել, որպեսզի ենթադրենք որևէ ռեֆորմ, որին իշխանություն առաջ է բերում, աշխատեն այդ ռեֆորմի վրա, իրենց կողմից ինչ որ մի բան առաջարկեն, բերեն ավելի կառուցողական, հաշվի առնելով նաև որ նույն այդ Հայաստան եւ պատիվ ունեմ դաշինքները շատ լուրջ ի վերջո կապեր ունեն, մասնագիտական առումով շատ լուրջ փորձ ունեն, նաև փորձագետների խումբ ունեն, բայց իրենք հակառակ, իրենք մտածում են ոնց անենք, որ վատ լինի Հայաստանի համար, որպեսզի լավ լինի իրենց համար։ Այսինքն իրենց մոտ գործում է, որքան վատ Հայաստանի համար, մոտիվն է, այդտեղ ինչ է կարծում, ասենք այդ ամեն ինչը որ վատ լինի, որպեսզի, այսպես ասած, իշխանությունը լինի, մենք հայտնվենք, իշխանության այդպես, բայց ինչպես պետք է դա լինի, ասենք, ավերակների վրա պիտի կառավարում, ոնց որ էպոսում էր ասում, ավերակների վրա, այլ կերպ չկա։ Հասկանում եք, երբ Իսրայելը իրանական վերջին այդ բռնկումների ժամանակ 12 օրյա ժամանակ իրենք մոմ էին վառում եկեղեցում, որ Ադրբեջանը հարձակվի Սյունիքի վրա։
որտեղ իրենք հասկանում են, որտեղ դե մեր համար ամենատագնապալից պահն էր, որտեղ մենք միշտ մտածում ենք, եթե հանկարծ այնտեղ պատերազմ սկսվի, կարող է Ադրբեջանը green light ստանա, հա, այդ մեծ ուժերից, Դիցուք Միացյալ Նահանգներից, որ արդեն կարող ես գնալ եւ քո հարցերը լուծել, որովհետեւ դու շատ կարեւոր ես, այնտեղ Իրանի դեմ եւ այլն, Ադրբեջանի եւ Իսրայելի հարաբերությունները հաշվի առնելով Եվ իրենք տեսել այդ ամեն ինչը, որ ինչպես է դա դրսևորվել, որ ասում եք մոմ եմ վառում, էլի, ուզում եմ հասկանամ, գրում էին այ հեսա հարցակվելու է, չգիտեմ, այդպես գուժում էին, հա, այդպես էր, հա, ասում են վերջ, հեսա կտեսնեք, նույն փորձագիտական շրջաններում, իրենց ոդքասթերում, հարցազրույցներում Ադրբեջանը էլ ավելի մեծ կարևորություն ստացավ, հիմա կտեսնեք ինչ կլինի, ընդ որում միջև պատերազմ սկսել իրանք արդեն հուժում էին Իրենք արդեն գուժում են, որ այդպիսի սցենար պետք է լինի եւ հնարավոր է որ այդպիսի սցենար կլինի ոչ մի Եվրոպա չի փրկի Նիկոլ Փաշինյանին Նիկոլ Փաշինյանը Եվրոպան ինքը իմ անվտանգության սպառող է ոչ թե մատակարարող այսինքն տեսեք ինչ կլինի դա անտրամաբանական է բայց այստեղ պետք է նաեւ քննադատեմ իշխանությանը որովհետեւ իշխանությունը նույնպես օգտվում է այդ իրավիճակից եւ այն նույն 21 թվականի սցենարը որ Եթե իրենց չընտրեք բոբոները կվերադառնան մեզ ընտրեք որպեսզի մենք շարունակենք այս մի խոսքով ժողովրդավարական ընթացքը նույնիսկ հաշվի առնելով 2020 թվականի պատերազմում էր պարտությունը հա կոവിഡից հետո մի խոսքով հիշում եք ինչ ահավոր վիճակում ենք այո նամանավանդ մենք ամեն օր արթնանում եւ չգիտենք թե ի վերջո երբ է նոր բռնկում տեղի ունենալու որտեղ է լինելու որ մարզի վրա են հարձակվելու որ մասից Նախիջևանից Ադրբեջանից լայնամասշտաբ կլինի ինչ կլինի ահավոր վիճակում ենք ապրում եւ ես կասեմ որ միջև օգոստոսի 8-ը մենք ամեն օր դեռ մտածում ենք որ հեսա ինքը կհարձակվի Օգոստոսի 8-ը փրկության թուղթ էր դուք այդպես Օգոստոսի 8-ը ես կարծում եմ եկավ թաղելու նոյեմբերի 9-ի 9-րդ կետը որովհետեւ նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը ական էր Հայաստանի Հանրապետության պետականության տակ եւ որքան ուսումնասիրում ես եւ լուծում ես հասկանում ես որ ընդհանրապես Ղարաբաղյան երկրորդ այս պատերազմը կամ երրորդ պատերազմը եթե հաշվի առնենք նաեւ Քարոյա պատերազմը դա ոչ այնքան կամ ոչ միայն Արցախի հանրապետության կազմակերպման մասին էր, այլ Հայաստանի հանրապետության կազմակերպման մասին էր, պետականության կազմակերպման, բելարուսացման մասին էր։ Եվ ուզում եմ հիշել, որ հենց Թրամփի այդ շրջանն էր ընտրության եւ ավարտվեց այն օրը, երբ Բայդենը եկավ իշխանության Միացյալ Նահանգներում 20 թվականը, հիշում ենք, այո, սա շատ հատկանշական է, էլի այդ զարգացումները, որ տեղի ունեցան։ Այնուամենայնիվ, այստեղ խոսեցիք Եվրոպայի անվտանգության սպառող լինելուց։ Հասկանալ, այդպես չի։ Այսօր որ նայում են գետնի վրա իրավիճակը, իհարկե նոր սկսել են կարծեք թե ռազմարտությունաբերություն զարգացնել, բայց մինչ այս օրը չի եղել անվտանգության սպառնող, այսպես ասած, ամերիկյան հովանոցի տակ Եվրոպա։ Եթե մենք խոսում ենք անվտանգությունը պետք է հասկանանք թե ինչ է նշանակում, որտեղ բնական տնտեսական անվտանգությունը կարևորագույն բաղադրիչներից մեկն է, օրինակ այսօր Հայաստանի հիմնական խոցելի տեղը տնտեսությունն է, տնտեսական ահռելի եւ աննորմալ կախվածությունն է Ռուսաստանից Եվ այստեղ մենք խոցելի ենք, կարծես թե ռազմական առումով մենք չունենք հիմա խնդիրներ, հա, կամ շատ լուրջ կենսական խնդիրներ։ Իհեճուկս նույն այդ այսպես կոչված ընդդիմադիրների, որոնք ամեն օր խոսում են, որ Հայաստանը, չգիտեմ, գոյատևական, գոյաբանական ինչ որ սպառնալիքների տակ է եւ այսօր էկուց է մի խոսքով։ Բայց Եվրոպական միությունը հասկանում եք ինքը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, Սառը պատերազմից հետո, Խորհրդային միության փլուզումից հետո իրենք արդեն լրիվ այլ ուղեցում էին ապրում։ Իրենք ապրում էին բարգավաճման, զարգացման եւ իրենք նույնիսկ չէին էլ մտածում այնքան անվտանգության մասին, հա, սահմանային անվտանգության, ռազմական անվտանգության, պատերազմի սպառնալիքի մասին, որովհետեւ իրենց մտքով էլ չէր անցնում, որ կարող է մի օր Ռուսաստանը նորից քնի զարթնի եւ հիշի, որ նա երբեմնի իմպերիա է եւ ուզում է նորից հավաքել իր կորցրած տարածքները, որոնք ժամանակին օկուպացրել էր, որոնք ոչ թե պատկանել էին իրեն, այլ նա օկուպացրել էր, հետո Խորհրդային միությունը փլուզվել էր, եւ այդ տարածքները, այդ նոր հանրապետությունները ձևավորող անկախացել էին, եթե խոսքը գնում է հենց Խորհրդային միության մասին, որտեղ դրանից առաջ կար Լեհաստան, մի խոսքով նույն Լեհաստանը իրենք հենց իրենք էլ սկսել են երկրորդ համաշխարհային պատերազմը Հիտլերի միասին, երբ իրենք կիսում էին Եվրոպան եւ առաջին հարվածը եկավ
Լաստանի վրա, բայց շատ չխորանակ եւ իրենք չէին սպասում ուղղակի։ Բայց տեղ ունեցավ այն ինչ տեղ ունեցավ եւ այո, Դոնալդ Թրամփի թեթև ձեռքով Եվրոպական միությունը նաեւ դառնում է ռազմական առումով անվտանգային գործոն։ Հա։ Այսինքն Դոնալդ Թրամփի եւ Ջեյ Վենսի այդ հայտարարությունները նամանավանդ ելույթը, հա, եւ այս վերջին դոկտրինը, չէ, որ հրապարակեցին, այո։ Իրենց համար դա զարթոնքի կոչ էր եւ դրա մասին խոսում է Ստարմերն, Մերցը, Մակրոնը, Ստուբը, բոլորն էլ իրար հետևից խոսում են, Տուսկը, որոնք ասում են, որ վերջ։ Մերցը նամանավանդ ամենա ուղիղ ասում է, վերջացել է արդեն, Միացյալ Նահանգներ չկա, գնացել է, բոլորին վերջերս Մակրոնն էլ ասաց, որ ինքը թարապես հակաեվրոպական բաներով է զբաղվում, Դոնալդ Թրամփը մենք պետքա մեզնով զբաղվում ենք, մենք պետքա մեր բանակն ունենանք, այն ինչ որ հələ 10-15 տարի առաջ իրենք դեռ քննարկում են, որ Եվրոպական միությանը ռազմական ուժեր պետք է լինեն։ Եվ այստեղ շատ կարևոր է Հայաստանի դերակատարումը, որովհետև այս նոր անվտանգային էկոհամակարգի մաս պետք է կազմի նաև Հայաստանը։ ՆԱՏՕ 2-ի, այսպես ասած։ ՆԱՏՕ 2, ես չգիտեմ ՆԱՏՕ-ը այական ինչ կլինի, հա, որովհետև կարծում եմ, եթե հանկարծ Դոնալդ Թրամփը տիրոք ցանկացավ ռազմական ուժով վերցնել Գրենլանդիան, դա շատ մեծ հարված կլինի ՆԱՏՕ-ին։ Դե նախ եւ առաջ միջազգային իրավունքին, բայց այնտեղ հետաքրքիր բան էլ ասացիք, կոնկրետ այն իմաստով, որ այսպես ասած Եվրոպայում չէին սպասում, որ Ռուսաստանը կարող է նման բան անել։ Սա չի խոսում, որ Եվրոպայում ռազմավարական մտածողություն ըստ էության չկար, բացակայում էր դա, որովհետեւ պետք է պետությունները նորմալ, հա, պետք է ունենան այսպես ասած իրենց vision-ը, նույնիսկ vision-ը չէ, այսպես ասած այդ դոկտրին ասվածը, հա, 10 տարվա հեռանկարում միջնաժամ, այսինքն կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ։ Ինչն էր պատճառը, որ Եվրոպայում չէին հասկանում ինչպիսի վտանգ սպառնալիք է ներկայացնում Ռուսաստանը իրենից, որի մասին այսօր բոլորը խոսում են, բայց նախկինում անգամ ես այսպես ինչ որ պլակատ ինչ որ մեկը որ չգիտեմ Russia's enemy, sense ինչ որ բանով դա կարող էր շատ արագ մարգինալացվել, որովհետև Եվրոպայում եւ իդեպ այնպես չի որ այս պատերազմը ռուս-ուկրաինական պատերազմը կարծես մենակ էլիտաների մոտ է մտածողություն փոխել։ Ամենայն դեպս եվրոպացիների հետ շփվող մասաների առումով սա իհարկե առանձին հարց է, հա։ Դե այսպես ասած այն տեսակետի հակվածությունն է ավելի դոմինանտ, որ պետք է այսպես լավ լինել։ Ինչով եք սա բացատրում։ Որ ասում են it's a $1 million question։ Որովհետև առնվազն գոնե 2007 թվականի Պուտինյան, Մյունխենյան ճառից հետո արդեն պարզ էր, որ այս իրավունքի վրա հիմնված աշխարհակարգը ձեռք չի տալիս։ Այո, ուզում եմ որոշել փլուզել նախագահին։ Եվ արդեն հաջորդ տարի հարձակումը Վրաստանի վրա եւ օգտագործելով պատրվակ թե իբր թե Վրաստանն է հարձակվել ռուս խաղապահների վրա Աբխազիայում եւ Հարավային Օսիայում։ Այդ ժամանակ մեծ արդեն պարզ էր, բայց մենք ինչ տեսանք։ Մենք տեսանք Սարկոզին, որ գալիս էր եւ համոզում էր Սաակաշվիլին, որ ամենից լավ է, Պուտինը մեր ընկերն է, նորմալ է, նույն ժամանակ Մեդվեդևն էր իհարկե, բայց հասկանում եք, որ էլի Պուտինն էր որոշումներ կայացնողը։ Եվ արձագանքը 2008 թվականի օգոստոսի 8-ի դեպքերին թարապես չէր համապատասխանում իրականությանը եւ իրողությունների։ Եվ այն հանգամանքը, որ դրանից հետո այդքան երկար տևեց, որպեսզի Ուկրաինային եւ ՆԱՏՕ-ին իրենք լուրջ վերաբերվեն։ Հիշում եք այդ ժամանակ շատ կարևոր քննարկում եղավ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովն էր եւ իրենք մտածում են թե արդյոք շնորհենք ՆԱՏՕ-ի անդամության կարգավիճակ Վրաստանին եւ Ուկրաինային թե ոչ։ Եվ իրենք որոշեցին, չէ, եթե մենք գնանք այդ քայլով, այդ քայլի ուղղությամբ, ապա մենք Ռուսաստանի նեվալի կճղայնացնենք։ Այսինքն մենք այդ վախը օրինակ որը արդարացված չէ այն առումով, որ դե կներեք, եթե դու վախենում ես, բայց զուգահեռաբար ավելի մեծ կախվածության մեջ ես քեզ գցում այդ կենտրոնից ումից դու վախենում ես, որտեղ է այդտեղ տրամաբանությունը։ Հուսեին Հոսք 2-ն է կակնարկում Տիկին Մերկելի։ Մերկելի հայտարարությունը։ Կամ օրինակ, եթե դու ներքուստ նորմանդական ձևաչափ կարեք եք հիշենք, որ Ֆրանսիան ու Գերմանիան Ռուսաստանի հետ, չէ, Ուկրաինայի հարցերը լուծ, որտեղ այդ Մինսկի համաձայնությունները, որ նայում ենք, լրիվ Ուկրաինայի դեմ էր, որը անդադ պարտադրում էին կատարել, հիշում եք, էլի։ Այո, իհարկե։ Կամ եթե դու ներքուստ քեզ դարձնում ես ավելի խոցելի, երբ եղավ հիշում եք այդ հոսքը,
գաղթականների, հա, գաղթյալների այդ պարտադրանքը այդքան մեծ զանգվածով դու նախապես պետք է հասկանաս իհարկե Եվրոպական միությունը հումանիստական կառույց է, բայց դու պետք է հասկանաս, որ դու ական ես դնում քո երկրի տակ եւ դու զարգացնում ես աչականներին քո երկրի ներսում։ Եվ տեղ ունեցավ Հունգարիա, տեղ ունեցավ Սլովակիա, հիմա արդեն ունենք Չեխիա, Իտալիայում էլ տեղ ունեցավ, բայց Իտալիան կարծես թե էլի Գոնե արտաքին քաղաքական գիշի կողվել է Մելանի։ Ինչա, այս աչականների, այսպես ասած, այս վերելքը բացատրում եք զուտ այդ միգրանցիայի նկատմամբ, այսպես ասած, այդ բաստերների քաղաքականության, որը որ եվրոպական երկրները, այսպես ասած, շատ լիբերալ, հա, այսպես ասած, հատկապես մոտեցում վրա հիմնվելով սկսեցին իրականացնել, թե այստեղ այնուամենայնիվ այլ ֆակտոր է աշխատել, մասնավորապես, որ այսպես ասած, եվրոպական երկրները ուղղակի խոցելի են Ռուսաստանից, որովհետև մենք գիտենք, որ այդ աչական ուժերը կարծեք թե գործիքն են Ռուսաստանի, չէ՞, դեռ տեսակետը ո՞րն է։ Ես կարծում եմ առաջին, եթե խոսում ենք Եվրոպական միության մասին, այնտեղի հիմնական ֆակտորը, որ աչականները առաջ են գալիս, դա միգրանտներն են, որտեղ գրեթե բոլոր տեղերում իրենք դա են առաջ բերում։ Մենք տեսել ենք քանից սպանություններ Լոնդոնում եւ այլն եւ միշտ քննադատվում են հենց այդ ազատական այդ գաղափարախոսության կրողները եւ դրանով դրանք նաեւ աղավաղում են ու իրականում ազատականության այդ գաղափարախոսությունը, որովհետեւ ազատականության գաղափարախոսությունը ամանաթողություն չէ։ Եվ այդ առումով եթե խոսանք օրինակ Միացյալ Նահանգներում հիմնականում 3 գործոն կար, երրորդ գործոնը այդքան ուժեղ չէր տնտեսության գործոնը, գնաճ բան չէ, գնաճ, հա, այնտեղ կարծես թե LGBT համայնքին ավելի շատ արդեն դառնում են իրացիոնալ այդ պարտադրանքները, որոնք իրանք փորձում են, օրինակ, չգիտեմ, հիշում եք այդ Գլենդելի դպրոցներում, որ իրենք ասում են, որ երեխայի սեռափոխությունը կարող է տեղ ունենալ առանց ծնողի ցանկության, եւ ծնողները չխայնանում էին, ասում են երեխայի ստանում եք թատրոն, իմ թույլտվություն եք խնդրում, բայց կարող եք սեռափոխել առանց իմ թույլտվության, այսինքն արդեն բանից դուրս էր գալիս։ Իհարկե աչականները օրինակ ավելի ուռճացված չի դա, ինչ եք կարծում, հա, որովհետև ես այն հայտնի մեմը հիշեցի, որ ասում են Թրամփը ասում էր միգրանտները կատու են ուտում, հետո հիշեցիք Կամալա Հարիսը ոնց էր օգտագործեցին։ Իրանք լրիվ օգտագործեցին եւ տնտեսությունը եւ LGBT-ին եւ միգրացիան, բայց իրականում երեքն էլ շատ կարևոր գործոն են, որտեվ մեկը խոսում է դու տնտեսություն, հա, հիմա մի օր վելք, հա, մի օր վայրեջ կա կատարվում, դա նորմալ է։ LGBT-ն նորմալ է, հիմա ով ինչ ուզում է, թող անի։ Մյուսն էլ է շատ կարևոր, եւ վերջում Միացյալ Նահանգները միգրանտների երկիր է։ Իրենք պետք է գան, եւ շենացնում են այդ երկիրը, հա, շենացնում են երկիրը, նույն միգրանտները շենացնում են Եվրոպական միությունը, Ռուսաստանն են շենացնում, գիտեք, մենք ենք այնտեղ շենացրել տարիներ շարունակ, բայց ամեն ինչ պետք է ավելի չափված լինի, ավելի հաշվետվողական լինի եւ պետք է այնպես գործել, որպեսզի թույլ չտալ, որ ռացիոնալ դաշտից դուրս գա։ Հաշվետվողականության խնդրի մասին խոսեցիք, այսօր Եվրոպայում մասնավորապես ասենք, որ տեսնում ենք այդ միգրանտները կարող են, չգիտեմ, հրապարակներում ինչ-որ բաներ վառել, հա, հուշարձաններ, այսինչ, այնինչ, չգիտեմ, բավականին մեծ տարածումներ է գտնում նրանց ավերածությունները, հա, այն ինչը կարող են նույն Փարիզի, այսինքն կենտրոնում մարդիկ կա, որոնց հետ խոսում ես, ասում ես Բոսնել չի լինում, պայմանավորված, այսպես ասած, միգրանտների հոսքով։ Ի վերջո Մակրոնին, մյուսին թույլ է տալիս, որպեսզի նրանք համապատասխան հետևություններ կատարեն, վերանային այդ միգրանտների քաղաքականությունը, որը հենց հիմնականում, այսպես ասած, այդ աչական ուժերի, լպենների, հա, Ալիս Վայդելների, մյուսների այնտեղ Մեծ Բրիտանիայում մոռացարն այդ ռեֆորմ յուքե կոչվում, հա, Ֆարաջ, այո, նրանց, այսպես ասած, հիմնական այսպես ասած կրեդոն է, հա, հավատամքն է, որ դրա հիման վրա կարողանում են ձայներ ստանալ եւ իդեպ նոր հարցումներով էլ նույն այդ ռեֆորմիստական կուսակցությունը Մեծ Բրիտանիա Միացյալ Թագավորությունում բավականին մեծ տվյալներ ունի։ Սա ինչ է հետևություններ անելու ինչ որ այսպես ասած այդ alarm-ը չի միանում իրենց մոտ, ինչ է։ Դե միանում է, օրինակ նույն Մեծ Բրիտանիայում, նույն Գերմանիայում իրենք շատ ավելի լուրջ են վերաբերվում դրան, իրենք շատ ավելի խիստ են դարձել այդ առումով։ Վերանայել են, հա։ Իրենք վերանայել են, բայց իրենք
չեն կարող գնալ այնպիսի կտրուկ քայլերի, ինչպիսին օրինակ իրենց դրթում են այդ աչականները։ Իսկ այդ աչականներն էլ հիմնականում խաղալով մարդկանց հույզերի վրա, խաղալով մարդկանց հիշողության վրա, երբեմնի միացյալ թագավորության էթնիկ կազմի, հա, երբեմնի Գերմանիայի էթնիկ կազմի այդ բոլոր հիշողությունների վրա հիման վրա, այդ հույզերի հիման վրա իրենք փորձում են պարտադրել իրողություններ, գործողությունները, որոնք հնարավոր չի իրագործել առանց ոտնահարելու, շատ լուրջ ոտնահարելու մարդկանց իրավունքները։ Օրինակ ինչ տեղ ունենում Միացյալ Նահանգներում, մենք տեսանք բոլորին վերջերս, երբ 37 տարեկան կնոջը կարծես թե առանց որևէ հիմնավոր պատճառի ICE աշխատողը պարզապես սպանեց եւ հետո փառաբանվեց թե նախագահ Թրամփի, թե փոխնախագահ Վենսի կողմից։ Եվ դա ցուցադրեցին որպես ինքնապաշտպանություն, բայց որքան ուսումնասիրում ես այդ տեսանյութերը, այնտեղ որևէ վտանգ այդ մարդուն չի սպառնել եւ նույնիսկ այն հանգամանքը, որ անցած տարի նա նմանատիպ խնդրի մեջ է առաջացել եւ մեքենայի վրա երթի է զոհ է եղել եւ ազդերի կողմից վնասվածք է ունեցել, դա չի նշանակում, որ այդ ժամանակ դու պետք է քո մոտ պետք է հիշողություն արթանա եւ դու պետք է կրակել նույնիսկ արդեն գնացող մեքենայի հետևից։ Այսինքն մի խոսքով եւ դա կարծում եմ դեռ էլի կլինեն նման տհաճ երևույթներ, բայց ունենք այն ինչ ունենք։ Ես այնուամենայնիվ կարծում եմ, որ Եվրոպական միությունը անկախ նրանից թե ել ինչ աչականներ կգան իշխանության, Եվրոպական միությունը մեր միությունն է, մենք այդ միության ընտանիքի մի մասն ենք եւ մենք պետք է ձգտենք եւ դառնանք այդ միության անդամ։ Ինչով կհիմնավորեք դա արժեքային տիրույթում նկատի ունեք, գաղափարական տիրույթում, հա, իդեոլոգիական նկատի ունեմ, թե ավելի շատ այստեղ զուտ տնտեսական, այսպես ասած, ստանդարտների համապատասխանեցվածության խնդիրն է, թե նաև աշխարհագրորեն նկատի ունեք։ Բոլորը միասին, տեսեք, ես մտածում եմ ինչպես անել, որպեսզի Հայաստանը լինի հարատև։ Մենք տեսնում ենք, որ Եվրոպական միության ոչ մի անդամ չի անցել այն արհավիկների միջով, որով անցավ ԱՊՀ անդամ կամ ԵԱՏՄ անդամ կամ ՀԱՊԿ անդամ Հայաստանը։ Եվ տեսնում ես, որ այն պետությունները, որոնք անդամակցեցին Եվրոպական միությանը, այնտեղ օրինակ թոշակառուն ավելի շատ նպաստ է ստանում, քան այդ մեծ Ռուսաստանի Դաշնության թոշակառուն։ Բուլղարիա, Ռումինիա, Բալթիկ երկրներ եւ այլն։ Դե հետեւաբար լավ, իսկ ո՞րն է այլ առաջարկը։ Կա այլ տնտեսական կառույց, որին կարող է անդամակցել Հայաստանը, իրեն այնտեղ զգալ իրավահավասար սուբյեկտ եւ ապահոված լինի իր հարատեվությունը։ Ո՞րն է այդ։ Չկա։ Շանհայը չի փրկի մեջ։ Չէ, մեզ չի փրկի։ Չէ, ինչու՞։ Նախ իրենք իշխանությունները սիրում են Շանհայի կազմակերպությունները։ Դե հա, իրենք այդքան որ, չգիտեմ, ինչ որ մի ռևերանս էր Հնդկաստանին, Չինաստանին, դիցուք նաև Ռուսաստանին, որ երևի ավելի մեղմ են, ասենք, հնարավոր բառնալիքներ։ Չէ, մեղմել հնարավոր հապկից դե յուրե դուրս գալը, միգուցե, չգիտեմ, ես չեմ ուզում խորանալ, իսկ կարծում եմ շուտվանից պետք է դուրս գանք արդեն ԵԱՏՄ։ Հիմա արդեն ԱՊՀ-ն են ուզում անվտանգային բլոկ դարձնել։ Հենց պետք է դուրս գանք, թերապես ԱՊՀ-ն խայտարակ կառույց է, այդ ԱՊՀ-ի պատճառով մենք ամենական ձերբակալում ենք Ռուսաստանի, Ուկրաինայի, Վրաստանի քաղաքացիների, պահում ենք, չգիտեմ, մի շաբաթ, երկու շաբաթ, մի ամիս հետո բաց ենք թողնում, տունտունիկ ենք խաղում, Ռուսաստանը ոչ ոքին չի արտանձնում, մեկը մեր հայրենակիցներից, ովքեր այստեղ պատասխանատվության պետք է ենթարկվեն։ Ընտրովի է գործում։ Քիշնևի այդ համաձայնագիրը, որ մենք ունենք, ԱՊՀ-ից Տեր Պետրոսյանին շնորհակալություն հայտնենք դրան։ Պետք է դուրս գայինք, ամուլ կառույց է։ ԱՊՀ-ն մեզ պետք է երևի այնքանով, որքանով որ ԱՊՀ-ն ստեղծվել է ուրեմն այդ սահմանները Ալմաթայի այդ դրա վրա դրա համար է Փաշինյանը մնում կարող է չգիտեմ, բայց այնպես չէ, թե մենք դուրս գանք, ուրեմն դա նշանակում է, որ մենք չեղարկում ենք այդ Ալմաթայի հռչակագիրը իհարկե։ Բայց ինչ որ է Եվրոպական միությունը ստանդարտներին գալով, օրինակ ասում են, հիմա դուրս եկաք ԵԱՏՄ-ից, բայց ու ինչ ենք անելու։ Նախ դա չի նշանակում, որ հենց հաջորդ օրը մենք պետք է մտնենք Եվրոպական միություն։ Մենք հասկանում ենք, որ դա երկար ճանապարհ է։ Եվ ինձ ավելի հետաքրքիր է այդ երկար ճանապարհը, որովհետև այդ ճանապարհի դու այնքան բազում ռեֆորմների միջով ես անցնում, որ երբ արդեն գալիս է պահը, որ դու արդեն կարող ես անդամակցել,
դու այնքան զարգացած ես, որ Եվրոպական միությունն է շահագրգռված, որ դու իրանց ընտանիքի անդամ դառնաս։ Հա, իրենք ուզում են եւ դու արդեն կարող ես մտածել, իսկ հələ մի րոպե մտնեմ, չմտնեմ, իսկ կարող է հələ մի րոպե։ Այսինքն լեգիտիմ հարցադրում չի այս պահին, որ ընդդիմադիրներն անում են, մեզ սպասում են այնտեղ, մեզ այդ, հա։ Չէ, ինչ մեզ սպասում են, այսինքն ինչ նույնն է ոնց որ օրինակ չգիտեք, ուզնաս գնաս Հունաստան շրջայցի, հա, վիզա պետք է ստանաս, դու ասես Հունաստանում ինձ սպասում են, որ գնամ դեսպանատուն դիմեմ, ինձ վիզա կան թե չտան։ Չէ, մի րոպե պետք է դիմես, հետո գնաս դեսպանատուն եւ ապացուցես, որ Հունաստան գնալով էսա լինելու, այնա լինելու մինուսներ չեն լինի մի խոսքով, նույն ձև է ստեղը։ Հայաստանը պետք է նախ դիմումը ներկայացնի։ Այսինքն դա մեզ է պետք, մենք պետք է այդ հարցնենք, ոչ թե այո իրանց պետքա թե չէ։ Դա մեզ է պետք, առաջին հերթին։ Եվ հետո նաև թե դու ինչ ես տալիս Հունաստանին կամ Եվրոպական միությանը։ Իսկ ինչ է կարող է տալ Հայաստանը։ Հայաստանի հիմա աշխարհագրական դիրքը մենք միշտ օրինակ լսել ենք մեր աշխարհագրական դիրքը ծով չունենք, օվկիանոս չունենք։ Լևոն Տեր-Պետրոսյանի թեզերն են, հա։ Հա։ Մեր աշխարհագրական դիրքը հիմա անտիր դիրք է, որովհետև օգոստոսի 8-ի համաձայնագրերը, հուշագրերը, որ մենք կնքեցինք Միացյալ Նահանգների հետ, դա միայն Միացյալ Նահանգների մասին չէ, դա միայն Ադրբեջանի մասին չէ։ Դա Եվրոպական միության մասին է, որովհետև եթե գիշեք անցած տարի այս օրերին կարծեմ կամ Գառնանը Եվրոպական միությունը եւ միջինասիական պետությունները համատեղ կոնֆերանս էին, ուրեմն կոնֆերանս էին նշանակել եւ իրանք քննարկում էին ընդ որում ասեմ, որ Եվրոպական միության տարատեսակ երկրներ, այդ թվում Ֆրանսիան, օրինակ Ղազախստանի հետ, այլ երկրների հետ իրենք ռազմավարական համագործակցության խարտիաներ են ստորագրել։ Դեպաբար ամենից չէ, որ եթե իրենք ժողովրդավարական չեն, ուրեմն դու չես կարող հետեր համագործակցել, ինչպես օրինակ մեր մոտ որոշ արմատամետներ փորձում են ցույց տալ, որ այ եթե մենք Ղազախստանի հետ ռազմավարական խարտիա ստորագրեցինք, ուրեմն մենք էլ չենք կարող գնալ Եվրոպական միություն, դա էլ մի ուրիշ բան է, ծայրահեղություն է։ Այդպես չէ։ Ֆրանսիան եւ Ղազախստանը ռազմավարական գործընկերներ են։ Եվ ընդ որում Եվրոպական միությունը ունի այդ Golden Gate բանը, ծրագիրը, որով նշանակում է, որ Եվրոպական միությունից դուրս շատ ավելի, այո, այդ ոսկե դարպասը, եթե ճիշտ եմ հիշում անվանումը, տարածվում է նաև Հարավային Կովկասի վրա, Հյուսիսային Աֆրիկայի վրա, Միջինասիական պետությունների վրա, այսինքն որպեսզի Եվրոպական միությունը լինի ավելի անվտանգ, տնտեսական առումով նաև, իր անմիջական հարևանների հետ պետք է ունենա հարաբերություններ, որպեսզի իրենք լինեն զարգացած։ Այստեղ է տարբերությունը օրինակ Ռուսաստանի եւ Եվրոպական միության միջև։ Ռուսաստանը մտածում է, որպեսզի նա լինի անվտանգ իր պատկերացրած Բլիժնի Զարուբեժը, իրենք որ ասում են, այդ երկրները պետք է լինեն հնարավորինս քաոտիկ, հնարավորինս ոչ ժողովրդավարական։ Այնտեղ լինեն կոնֆլիկտներ, հանրապետությունների միջև լինեն խնդիրներ, որտեղ կա կոնֆլիկտ, այնտեղ կա Ռուսաստան։ Եվրոպական միությունն այլ կերպ է մտածում։ Ասում է ոնց անեն, որ իմ հարևաններն էլ լավ ապրեն, որ այնտեղ լինեն ժողովրդավարական եւ զարգացած տնտեսություններ, հասարակություններ, որ մենք լինենք անվտանգ։ Հետաքրքիր օրինակ բերեցիք այդ Ղազախստանի հետ կապված, այնուամենայնիվ Ֆրանսիայի դեսպանը, օրինակ ես հիշում եմ ներկա էր Պուտինի այդ ինագուրացիայի արարողության այդ խայտառակվարս ընտրություններից հետո հիշում ենք անցյալ տարի, այսօր էլ խոսում են արդեն հա Եվրոպայում եվրոպացի առաջնորդները, որ պետք է երկխոսել Պուտինի հետ, Մակրոնը խոսեց դրա մասին, Մելանին խոսեց դրա մասին, այսինքն սա ինչ է գալիս, այսինքն որ այ վերջում մենք չպետք է հրաժարվենք Ռուսաստանի հետ այդ ռազմավարական գործընկերության փաստաթղթերից, մենք էլ պետք է մնանք այդ դաշտում, որովհետև Եվրոպան առայժմ իր այսպես ասած բախում չի նախատեսում Ռուսաստանի հետ, հիմնականում այսպես ասած Ուկրաինայի հաշվին է ընթանում, հա, եկեք ընդունենք այսպես ասած իրենց բախումները, իհարկե սա էլ է շատ վիճելի թեզ եւ հիմնականում ամերիկյան այդ հանրապետական ավելի կոնկրետ թրամփիստական շրջանակների թեզն է, որ սա իրենց պատերազմը չի, մեր պատերազմը չի, սա այսպես ասած մենք այսպես հիմնականում լիբերալներին, դեմոկրատներին կամ իրենք ստիպում են անվանել, գիտեք, գլոբալիստներ եւ այլն, որ իրենց թևն է սադրել այս պատերազմը, ձեր վերաբերմունքը ո՞րն է ստեղծել։ Ես կարծում եմ, որ նույն Մակրոնը կամ մյուսները, որ խոսում են Ռուսաստանի հետ երկխոսելուց, կարծում եմ իրենք ավելի շատ ռևերանսներ են ուղղում Դոնալդ Թրամփին, որ տեսեք, որ մենք էլ ենք այդպես մտածում, քոպես ենք մտածում։ Միջալոց շատ բաներ, ինչ որ հիմա եվրոպացիները անում են, կարծես թե անում են ոչ թե ինչ որ օգուտ ստանալու համար, այլ
ցուցադրելու համար, օրինակ նույն այդ հանդիպումները, որ ենք ունենում ենք, նույն այդ համաձայնագրերը, այսինքն իրանք հիմա օրինակ հուշագրեր են ստորագրում, որ հնարավոր խաղաղության հրադադարի դեպքում այնտեղ տեղակայվեն զորքեր, բայց մենք գիտենք, որ նախ դա պետք է առաջինը Ռուսաստանը ցանկանա, որպեսզի պատերազմը դադարի, իսկ Ռուսաստանը չի ցանկանում, որպեսզի պատերազմը դադարի, եւ Ռուսաստանը դեմ է, որպեսզի այնտեղ զորքեր տեղակայվեն, որտեղ նա ուզում է հրադադար ժամանակավոր, որը նորից հարձակվի։ Նա ուզում է ամբողջ Ուկրաինա։ Որտեղ սա Ղրիմի մասին չէ, Դոնբասի, Լուհանսկի մասին չէ, սա ոչ միայն նույնիսկ Ուկրաինայի մասին է, սա Մոլդովայի մասին է, սա Բալթիկ երկրների մասին է, սա Հարավային Կովկասի մասին է, սա միջինասիական պետությունների մասին է, սա հիվանդ մարդու երևակայության մասին է։ Բայց իրենք քննարկում են, հանդիպումներ են, հուշագրեր են ստորագրում, լավ է, սիրուն նկարվում են, բան եւ այլն, նորմալ է, Թրամփը ասում է, լավ է, Ուիտկոֆը գնում է, մասնակցում են եւ այլն։ Դե տեսնենք։ Միգուցե եւ ի վերջո իրապես այնպիսի ճնշումներ լինեն, որ Ռուսաստանը իրապես ցանկանա գնալ, բայց ես կարծում եմ այդ ճնշումները պետք է գան ներսից, որովհետեւ Վլադիմիր Պուտինը չէ, էլիտայից։ Ես ժողովրդից մեծ հույսեր չունեմ ցավոք, որովհետեւ օրինակ տեսնում ես Իրանում, հա, 90 միլիոն մարդ է ապրում։ Այո, ազատատեն ժողովուրդ է, այդքան սանկցիայից հետո։ Եվ տեսնում ես Ռուսաստանում, որ ու ես զարմանում եմ օրինակ մանավանդ օրինակ, չգիտեմ, Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում ապրողների վրա, ովքեր որ կարծես թե պետք է գոնե մի քիչ ավելի եվրոպական լինեին, ավելի քաղաքակիրթ լինեին, հանգիստ ապրում են, հանգիստ նորմալ է, որ օրինակ, չգիտեմ, արդեն 4 տարի իրենց քաղաքացիները մահանում են, սպանվում են, որ իրենց տնտեսությունը վատ է, որ ՆԱՏՕ-ի սահմանն ավելի ընդարձակվեց, իհեճուկս Պուտինի այդ անվտանգության խորհրդի ժամանակ պատերազմից մի օր շուտ այդ արած հայտարարությունը, որ մենք ՆԱՏՕ-ն չպետք է ընդարձակվի, բայց սահմաններով այո, Շվեդիան ու Ֆինլանդիան Կոնֆորմիզմը ինչով է պայմանավորված ժողովրդի այդ բերեցիկ Պետերբուրգի մենք գիտենք որ Բելգորոդում արդեն մի քանի 100,000 բնակիչ մնացել է առանց էլեկտրաէներգիա, առանց այդ կենսական ռեսուրսների, հա, բայց որն է այսպես որ կարճած են մնում նախ սեփական իշխանություններին եւ որևէ կերպ չեն ցանկանում ընդվզել։ Որ այսա ռոպագանդան է, այ որ չգիտեմ այդ ագիտպրոպը, հա, որ ԽՍՀՄ-ից դեռևս մնացած, չգիտեմ որևէ հոդաբաշխ բացատրություն կա։ Տեսակն է, մարդկանց տեսակը։ Ես կարծում եմ, որ այդ հանգամանքը դե ոչ բոլորը։ Նրանք ովքեր որ դեմ էին իրենք լքել են Ռուսաստանը, եկել են Հայաստան, եկել են մնացած աշխարհ։ Նրանք ովքեր էլի դեմ են, բայց միգուցե չկարողացան լքել, հա, կամ մի քիչ ավելի պակաս դեմ են, մնացել են այդտեղ, այսինքն մի 5% մասսա կա Ռուսաստանում իմ պատկերացմամբ, ովքեր որ ամբողջությամբ դեմ են այն քաղաքականությանը, որը Ռուսաստանի Դաշնությունը վարում է Ուկրաինայի դեմ, ոչ միայն 22 թվականից, այլ 14 թվականից, որտեղ պատերազմը Ուկրաինայի դեմ սկսվել է 14 թվականի փետրվարից, երբ իրենք հարձակվեցին եւ գրավեցին Ղրիմը։ Այդ ռեֆերենդում բան իրանք որ ասում են չկա այդպես բան։ Իրաց ռազմական ուժերը, ոնց որ մեր մոտ բազան, Գյումրիի բազան, գար եւ Գյումրիի քաղաքապետարանը գրավեր եւ այլն, հետո Գյումրիի քաղաքապետարանում միակ մեծ ավականն ինչ որ բան աներ, նշանակեր եւ այլն, Գյումրին դարձավ ռուսական, հետո ասեն ռեֆերենդում։ Գյումրիցիները захотели быть ленинականам։ Դե հետո տենց չի։ Ում եք խափում։ Բայց ռուսաստանցիների մեծամասնությունը ցավոք իրենք ուզում են ցար ունենալ, իրենք պատրաստ են շատ ավելի վատ ապրեն, բայց թող իրենց երկիրը ընդարձակվի, թող այսինքն հասկանում եք, ծնկից բարձրանալ իրենց համար ոչ թե բարեկեցությամբ է պայմանավորվում, այլ թե որքան հուշկուկ խոսի իրենց նախագահը հեռուստացույցից այն կողմ եւ որքան ուժեղ հաթաթաներ կտա Միացյալ Նահանգների, Եվրոպական միության տարատեսական անդամ երկրների իրացիոնալ իրավիճակ է։ Ես հույս ունեմ, բայց ես խոսքը գնում եմ էլիտաների մասին։ Այսինքն իր անմիջական շրջապատը, ովքեր նամանավանդ օլիգարխները, ովքեր որ արդեն տնտեսական վնասներ են կրում, իրենք պետք է բերեն նրան, որ վերացնեն, մեկուսացնեն Վլադիմիր Պուտինին։ Որպեսզի եւ այդ սանկցիաները, այդ գիտեք Լուկոյլի եւ Ռոսնեֆտի նկատմամբ շատ ուժեղ հարված էին Ռուսաստանի տնտեսությանը, բայց ոչ բավարար։ Այսինքն Ռուսաստանին կարելի է հաղթել
բերելով մի մակարդակի, երբ պատերազմելը արդեն անհնար դառնա ֆինանսական առումով։ Սա է շատ կարևոր։ Ուրիշ բան ես չեմ պատկերացնում։ Ես չեմ պատկերացնում, որ ինչ-որ մի ձևով կարելի է գնալ հասնել Կրեմլը գրավել։ Մեր մոտ ժամանակը հիշում եք, գնում էինք Բաքու թե էինք խմում, իրանք էլ ասում են կգանք Սևանում թե խմենք, այդ բանից պետք է դուրս գալ։ Ես դա ընդունում եմ, բայց այստեղ շատ հետաքրքիր մի բան կա, այսինքն սանկցիոն միջոցներով դուք համարում եք, որ Ռուսաստանին, այսպես ասած, հաղթել չի լինի, հա, սանկցիաներով զուտ, դա էլ եմ հասկանում, որովհետեւ թե դրանք անբավարար եք խիստ համարում այն ինչ որ այսօր կիրառվում է։ Ես կարծում եմ, որ դրանք պետք է ել ավելի սաստկացնեն, ել ավելի ուժեղացնեն։ Հիմա օրինակ տեսեք տանկերները, որ գրավում են, չէ, 2-3 տանկերներ որ գրավեցին, մենք մտածում ենք, թե դա շատ լավ բան է, բայց իրականում այնքան տանկերներ են անցնում այդ Տենևոյ ֆլոտի Shadow Fleet, որ դրանք 1-2 բան, դրանք հասկանում եք ավելի շատ PR-ական նշանակություն ունեն, որ դե ապակ է Ռուսաստանի Դաշնությանը, այլ կերպ անվանել ռուսական ուրեմն նավերի եւ սուզանավերի այդ պաշտպանական մեխանիզմը, որ պետք է գործեր, Paper Tiger, թղթևագր, չիրագործվեց, ինչպես Թրամփն է ասում, իրենք մեզ տեսան փախան։ Բայց տնտեսական առումով այնտեղ վնաս չկա, որտեվ տասնյակ, հարյուրավոր այդ նավեր են գնում են, գալիս են, փող են աշխատում, նավթ են տանում, այսինքն այստեղ համակարգված պետք է գործի այդ ամենը։ Եվ այն կարևոր երկրները, որոնք նավթ են գնում, դրանցից մեկը Վենեսուելան էր, Վենեսուելային կտրեցին, դրանցից մեկը նաև Իրանն է, եւ հույս ունեմ, որ Իրանի ժողովուրդը կազատագրվի, կամ կլինի ամբողջական հեղափոխություն, կամ միգուցե Փեզեշքյանը կարողանա այնքան խոհեմություն ունալ, որ կարողանա այաթոլաներին հանի եւ որպես ռեֆորմիստական իշխանություն ունենա, չգիտեմ, դա իրատեսական համարում եք, որովհետև Փեզեշքյանը մարդ է, որը եթե չլիներ այդ օժնանկը, այսպես ասած, այաթոլլայի հաստատ չէր ընտրվի։ Մենք գիտենք, որ 6 պահպանողական տեխնացու էր եւ 1 ռեֆորմիստ եւ միայն իրեն էին հաստատել, այսինքն մնացած բավականին չէ, տեխնացություններ կային, չէին թողել։ Իսկ մենք գիտենք, որ Իրանը այն պետությունը չի, որտեղ այսպես ասած առանց այդ գերագույն հոգեվոր իշխանության որևէ բան թույլ տրվել է։ Տեսեք, Մադուրոյի տեղակալը, փոխնախագահը այսօր ամբողջությամբ համագործակցում է Դոնալդ Թրամփի հետ։ Դե ուրիշ ճար չունի։ Ուրիշ ճար չունի, դե եթե Փեզեշքյանն էլ պետք է հասկանա, որ ինքը այլ ճար չունի, կամ ինքն էլ հետը կգնա, կամ ինքը պետք է իրենց հանի եւ Իրանը դարձնի ժողովրդավարական, քաղաքակիրթ, զարգացած, բացի իր տնտեսությունը, ընդ որում գիտեք, մի քանի օր առաջ նույն Փեզեշքյանն ասում էր, որ մենք մի այդպիսի տնտեսական խնդիրներ ունենք, որ մենք նույնիսկ չգիտենք տակից ոնց դուրս գանք։ Այսինքն նախագահը ինքը արդեն ընդունում է, որ արդեն հնարավոր չէ շարունակել։ Եթե դու ընդունում ես, որ հնարավոր չէ այսպես շարունակել, բա ո՞րն է քո առաջարկածը։ Դե շատերը արտաքին միջամտություն են տեսնում այդ ցույցերի հավաքների, ասում են, որ այստեղ Միացյալ Նահանգների միջամտություն Մեր մոտ էին ասում 2018 թվականին արտաքին միջամտություն։ Այդ չտեսանք այդ արտաքին միջամտությունը։ Կար, բայց այն կոնկրետ ոչ հաստատ ոչ Միացյալ Նահանգներից էլի, այնտեղ ուրիշ երկիր կար, որը որ իր այսպես ասած ռեսուրսներով մենք հասպասում ենք, երբ կլինի վերջապես արտաքին հարաբերությունները հակառակը, մենք տեսանք ավելի պրոռուսական քաղաքականություն։ Դե հենց դա է ուզում ասել էլի։ Դրա համար էլ Գազպրոմն ու Հեյցը այստեղ են Ղազախստան զորք ուղարկել, հիշում ենք այդ։ Հիմա օրինակ մենք ունենք տալատեսակ Россотрудничествоյի տակ աշխատող ոնց է կոչվում Դոմ ռուսկայ կնիգի դրանք էլ են վտանգ, այդ եմ ուզում, հա, դրանք ամենից վտանգն է։ Տեսեք, դա soft power-ն է, փափուկ ուժն է, Ռուսաստանը ասում են չունի soft power։ Դեմա փորձում է։ Ու սնկի պես բուսնում են Հայաստանի տարբեր քաղաքներում, մարզերում այդ Դոմ ռուսկայ կնիգիները այտենց բուսնում են։ Եվ խոսում են, բաներ են անում, ինչ որ հանդիպումներ են անում, գնում են ավճար եսմինչեր են, նոթբուքներ են բաժանում, երեխաներ կամեք փորձում են սողոսկել, աշխատում են։ Այդ դա մեր համար վտանգ է։ Եվ պատասխանը նույն դերն է խաղալու։ Բան անելու։ Բայց Սյունիքում այնքան ռուսներ կան, որ Երևան չհասնելու համար պետք է գնան այդտեղ։ Ահա այստեղ հարցը խնդիրը կարծեմ դա է, եթե գլխավոր ժպատոսությունն է, դա կոնկրետ քաղաքական ներկայության մասին է, էլի խոսքը, ոչ զուտ տենց մշակութային կամ այսպես ասած տուրիստների կարիքները հոգալու համար։ Ռուսաստանը կարծեմ Հյուսիսային Կիպրոսում էլ է խոսել, որ պետք է գլխավոր ժպատոսություն բացի այսինքն Հյուսիսային Կիպրոսում, այո, դա էլ է շատ հատկանշական։ Դա էլ այդ դուգինիզմի հետևանքն է։ Թարապես այն ինչ որ մենք տեսնում ենք, դա դուգինիզմն է։ Թուրքական աշխարհի հետ, այդ մեծ Եվրասիայի գաղափարը, բայց հենց թուրքերը հենց առաջինը թուրքերը
հենց առաջինը ռուսներին գցեցին։ Որտեվ դավաճանները այլ կերպ չեն վարվում։ Իսկ ռուսները բոլորին դավաճանել են։ Օրինակ մեզ ինչ են մեղադրում, որ մենք չգիտենք, շատ մեծ երկար գորգ չփռեցինք Պուտինի առջև, երբ նա եկել էր Երևան, այդ պատճառով նա ասաց Ալիև գնա հարցերը լուծի։ Իսկ Մադուրոն ինչ չէր արել։ Ասադը ինչ չէր արել։ Իրանցիք ինչ չէին արել իսրայելական հարձակման ժամանակ։ Հերթով այդպես շարունակել։ Ասեն դա չկարողացան օգնել, ոչ թե չուզեցին այդ ամբողջ ռեսուրսները ծախսել են Ուկրաինայի վրա, այդպես դրա համար։ Իսկ 21 թվականին, երբ ուկրաինական դեռ այդ լայնամասշտաբ պատերազմը չէր սկսվել, փարուխ առ փարուխ, որ սկսեցին հանձնել մնացյալ Արցախի տարածքները։ Այդ ժամանակ ինչ։ Այ ասում են դա էլ Փաշինյանն է մեղավոր, որովհետև Փաշինյանը հակառուսական էր։ Դա հակառակը Փաշինյանն այդ ժամանակ ասում էր եկեք ձեր ամբողջ այդ ուղեկալները տեղադրեք հայ-ադրբեջանական սահմանով։ Հիշում եք, երբ որ մայիսյան դեպքերը եղան, այդ Սևլեչի դեպքերը, երբ առաջին ներխուժումը եղավ Հայաստանի Հանրապետության տարածք, երբ առանց Կարակոցի վերցրեցին։ Փաշինյանն ինչ ասեց։ Ասեց մենք խոսել ենք ֆրանսիացիների հետ, հիշում եք, Ֆրանսիան պատրաստ է զորք ուղարկել, բայց մենք դիմում ենք ռուսներին, որովհետև մենք հապկանթամ ենք, ուզում ենք, որ դուք գաք, մեր սահմանին անցնեք, եթե չէ, մենք նաև կարող ենք բանին դիմենք, ԵՀԿ-ին կարծեմ ասես դիմենք, թե ՄԱԿ-ին ասես դիմենք, չեմ հիշում արդեն։ Մի խոսք ասես կամ ռուսներ պետք է ասեն, կամ միջազգային, այդպես էր ասել, հա, ճիշտ է, կամ ռուսական, կամ միջազգային այլ ուժեր, ինքը այդպես էր ձևակերպել եւ հենց ժամանակ էլ խորհրդարանում ասել որ Ֆրանսիայից ասել են որ կարող են գալ եւ այլն մի խոսքով բայց դա չի հարցը ուզում ասեմ բայց ցանկացած պետություն ինքը չպիտի ապահովի իր անվտանգությունը այդպես եթե ինքը օտոտվում եւ ասում է որ այս սարի վրա տարվա կեսը չգիտեմ ձյունա չենք մեզ պետքա կամ չգիտեմ 30%-ի համար պետքա պատերազմենք հետո դիմում ես ասում ես արի չէ այդ 30% արի պաշտպանի ո՞մից է կարող ժամանակ չունենք ֆիզիկապես Բայց եթե այդ լեզվա այդ բառակազմով այդ լեզվա մտածողությունը օգտագործելով ասում ես դե 30%-ի համար պետքա պատերազմենք կամ սարի գլխին տարվա կեսը ձյունա Սև լճի համար էր ասել այդ արտահայտությունները արել հա որ պետք է դրա համար այսինքն եթե դու գոնե հանրային դաշտ նետում ես այսպիսի թեզեր ու հետո դրանից հետո ակնկալում ես որ ես չեմ արդարացնում այստեղ հատկապես Ռուսաստանին էլի որովհետև այն կարող է ճիշտ չի բայց այդ ժամանակ կամ ադրբեջանական անուններով տալ շուրնուխը բան հիշում եք Տեսեք, այդ ժամանակ հիմնական մեր խնդիրը որն էր, որպեսզի թույլ չտալ Ադրբեջանը լեգիտիմ իրավունք ձեռք բերի կամ լեգիտիմ իրավունք չէր կարող ունենալ։ Կազուս բելի իր համար ձևավորի, այսինքն պատրվակ, որը ինքը կարող է ծախել միջազգային հանրության վրա որպես լեգիտիմ, հարձակվել Հայաստանի վրա կամ գնալ լայնամասշտաբ պատերազմի։ Եվ այդ ժամանակ իշխանությունը լավ վատ փորձում էր ամեն կերպ Ադրբեջանին զսպել, որպեսզի նա չգնա ռազմական գործողությունների։ Եվ կարծում եմ դա էր նաև պատճառը, որ իշխանությունը որոշեց 21 թվականի մայիսին չգնալ չպատասխանել ռազմական գործողությունների Ադրբեջանի կողմից, որպեսզի չլարեն, որովհետև այսօր մենք խոսում ենք Սև լճի մասին, բայց եթե լիներ պատերազմ, միգուցե մենք ավելի շատ տարածքներ կորցնեինք։ Դա էլ պետք է հասկանանք։ Արևմտյան զսպումը չկար 21 թվականին Բայդենի վարչակազմի զսպումը չունենք մենք չունենք չէ մենք այդ ժամանակ ամբողջությամբ դիտարկվում ենք որպես ռուսական ֆորպոստ 2022-ին էլ չենք դիտարկվում որ Նենսի Փելոսին եկավ Հայաստան ուզում հասկանալ մենք սկսեցինք աշխատել որտեվ հասկանում եք մեզ պետք է գա ախր մեզ թվում է որ մենք պետք է նստենք եւ մեկ է Փելոսին պետք է զանգի ասի Նիկոլ ջան, ոնց որ գործերը լավ չեն, ես այստեղ նոր Բայդենի հետ խոսեցի, ուզում եմ գան քեզ թեու թիկունք տանք, ինչ կասես։ Այդ աշխատանքը ինչպես դրսևորվեց, այսինքն, եթե նույն 2022 թվականի հունվարին Ղազախստան զորքեր ուղարկեց, հիշում եք Նիկոլ Փաշինյանը, որը շատ խնդրարարեց, որ ներքաղաքական վիճակի համար էր, հա, դա вообще абսուրդ է, որովհետև ՀԱՊԿ ընդհանրապես չի առնչվում են դեպքերին, երբ կոնկրետ պետության դեմ արտաքին հարձակում է լինում, ինչի համար այդ կառույցը ըստ էության, հա, իր բանը, կոչումը դրա համար է, այսպես ասած։ Ես միջալոց այդ քննադատներից մեկն եմ եղել, որ նա այդ որոշումը կայացրել է, բայց հիմա օրինակ հետին թվով որ նայում է, իրականում այն ինչ տեղ ունեցավ այդ օրերին Ղազախստանում, դա հակա-նազարբաևյան գործողություն էր, այսինքն Տոկաևը դրանով ստեղծում էր իր երկրի մասն եմ ասում,
իրավիճակ, որը թույլ տվեց այդ Նազարբայևի բոլոր այդ նշանակած կարևոր այդ պաշտոնատարներին բոլորին մի մասին ազատել աշխատանքից դերփակալել եւ այլն եւ դրա արդյունքում նա ամբողջությամբ իշխանությունը վերցրեց իր ձեռքի։ Ինչ կապ ուներ Հայաստանը այդ ամեն ինչի հետ։ Դե Հայաստանը կապ ուներ այնքանով որ նա նախագահող էր հապկում, բայց դա ներքին իրավիճակ էր, չէ՞, այնպես չի որ Ղազախստանի վրա հարձակվել էր, չգիտեմ ինչ որ տարի Շրի Լանկան։ Տեսեք ինչ եմ ուզում ասեմ։ Հիմա ենթադրենք այդ ժամանակ Հայաստանը, միգուցե Նիկոլ այդ ժամանակ գիտեր, որ այն ինչ որ արվում է, Նազարբայևի դեմ է արվում։ Օրինակ ես չգիտեի այդ ժամանակ որ տեսվի բան կա։ Հիմա որ նայում ես, տեսնում ես, որ հենց տենց էլ կա։ Բայց միգուցե ավելի շատ ինֆորմացված էր այդ ժամանակ ինքը եւ հասկանում է, որ այդ ամեն ինչը արվում է Նազարբայևի դեմ։ Իսկ մենք հասկանում ենք, թե Ղազախստանը որքան կարևոր է տարածաշրջանում նա։ Եւ իմիջիալուս, եթե հիշեք, այս բոլորին վերջերս, երբ կնքվում էր հայ-ղազախական ռազմավարական խարտիան, Նազարբայև Տոկաևն ասաց, որ ես հիշում եմ, որ դուք օգնեցիք, ես շնորհակալ եմ եւ այլն։ Այսինքն միգուցե իշխանությունը ժամանակ հասկանալով, որ նա օգնում է Տոկաևին եւ հասկանալով, թե որքան վատ էր վերաբերում Նազարբայևը Հայաստանին, հիշում եք, չէ՞, Սերժ Սարգսյանի տարիներին, որ Ալիևի նամակը հանում էր, սկսում էր կարդալ Նաշտրուկ, Տուտ Իլգամ Գեյդարովիչ եւ այլն։ Միգուցե ժեստ էին ալել։ Իհարկե ես միշտ հիշում եմ այդ նկարը, որ Նիկոլ Փաշինյանը իր հիշում եք, չէ՞, բինտով, այտենց կարմիր սրտիկով նկարում էր, պրոֆիլ նկարում էր ու որոշումներ, որ ես ուղարկում եմ ինձ համար օրինակ դա շատ խնդրահարույց էր, որ ժողովրդավարական ճանապարհով եկած հեղափոխության եկած իշխանության ղեկավարը ուղարկում է զորք մեկ այլ երկիր մարդկանց ճնշելու համար։ Շատ խնդրահարույց էր, իհարկե։ Բայց չգիտեմ, միգուցե իրենք ճիշտ դուրս եկան։ Ուղղակի միշտ քանի որ Հայաստանի կառավարությունների դեպքում այդ ռազմավարական մտածողությունը ասված մենք բացասման օրենքով ենք անդրադառնում, որ իրանք հաստատ չեն մտածում էլի 10 տարի հետո։ Միգուցե պարզապես ունեին քաղաքական հնարավորություն ասել ոչ։ Ամբողջ խնդիրն է, որ իրանք օրվա իրավիճակով առաջնորդում բոլոր իշխանությունների մասին իդեպ կարելի է այսպես ասել։ Հա, ու ինչ էի ուզում ասել, այդ շրջանում փաստորեն նաև լեգիտիմ է ստացվում նաև այն պնդումը, որ անում են, թե այսպես ասած Նիկոլ Փաշինյանը սկսեց այդ շրջանում խաղեր տալ, որ ասի սկսեցին աշխատել ամերիկացիների հետ, Խովայևի պլաններ ներկայացված, այո, փաստորեն Հայաստանն է մերժել, հա, այդ առաջարկը դրա համար, այսպես ասած Ամերիկան տեսնելով, որ Հայաստանը այնուամենայնիվ ռևերանսներ է կատարում, հա, բայց Խովայևի պլանը Ռուսաստանի դեմ Հա, բայց այդ դեպքում ինչպես եղավ, որ Նենսի Փելոսի այցը եղավ Հայաստան, այսինքն Խովայևի պլան համ ընդունում ենք, համ էլ մյուս ձեռքով, չգիտեմ, կարողանում ենք Նենսի Փելոսի բերել, ռուսական համատեքստից արդեն դուրս էր եկել Հայաստան։ Մենք Խովայևի պլանը ընդունում էինք եւ 99.99% հավանականությամբ գիտենք, որ Ադրբեջանը այն չի ընդունի։ Որովհետեւ ըստ Խովայևի պլանի մենք ինչ էինք ասում, ռուս խաղապաններ անժամկետ մնան Լեռնային Ղարաբաղում։ Դա ամերիկյան ծրագիր էր համը։ Չէ, Հա, համաձայն եմ, բայց Խովայևի պլանը նաև ամերիկացիների հավանությանը արժանանում էր, որ դա տեսնելով էլ օրինակ Նենսի Փելոսին գալիս էր Հայաստան։ Դա պատահական չէ, կապակցենք։ Դա եղավ արդեն, երբ որ արդեն ռազմական գործողությունները եկան հասան ջերմուկ։ Հա, բայց Նենսի Փելոսին այդ երկու օրում պլանավորեց, թե դա վաղուց վայց էր։ Դե մենք ունենք այնտեղ որոշ դեմոկրատներ, ժամանակ դեմոկրատների իշխանություններ, Ադամ Շիֆ ունենք, մնացածներ ունենք, ու մենք սերտ կապի մեջ էինք։ Եվ եթե հիշում եք, մենք շատ լավ դեսպան ունեինք Միացյալ Նահանգներում, այսօր էլ ունենք Նարեկ Կրչյանը, բայց դրանից առաջ ունեինք Լիլիթ Մակունց։ Եվ Լիլիթ Մակունցը ահռելի աշխատանք է կատարել։ Ահռելի աշխատանք է կատարել հայ-ամերիկյան զարգացման ուղղությամբ։ Եվ հայ-ամերիկյան խարտիան ռազմավարական որ կնքվեց, դա նաև Լիլիթ Մակունցի ահռելի աշխատանքի հետևանք էր։ Հաստատ դա չեք բացատրում դեմոկրատական վարչակազմի, այսպես ասած, բարեհաճությամբ ընդդեմ Հայաստանի։ Նկար նաև գիտենք նախագահ Բայդենի նախախնամու, այսպես ասած, լավ վերաբերմունքը Հայաստանի եւ մոտ անցնում այդպես բաները։ Այնտեղ ավելի շատ կա միջազգային ներավունք, դեմոկրատների մոտ կա նաև տնտեսական շահ, Միացյալ Նահանգների տնտեսական շահ։ Իսկ նախորդ վարչակազմի փող պետքարտուղար Ջեյմս Օբրայենը, հիշում եք Սենատում, թե Կոնգրեսում, ասում էր, որ միջին միջանցքը պետք է գործի Հայաստանի եւ Ադրբեջանի միջով եւ այնտեղ պետք է խաղաղություն։ Այսինքն այս օգոստոսի 8-ը դա Դոնալդ Թրամփի բանը չի։ Դա դեռ դեմոկրատներից եկող առաջարկ է։
Ընդ որում մենք կարող ենք ավելի շատ հեռուն գնալ, որովհետև Վազգեն Սարգսյանի օրերին, երբ նա վարչապետ էր, այդ ժամանակ Ալբերտ Գորն էլ փոխնախագահն էր։ Հիմնվեց առաջին հայ-ամերիկյան միջկառավարական ոնց էր կոչվում ձևաչափով նիստ էր անում եւ կարծեմ 1 թե 2 հանդիպում նմանատիպ եղավ եւ այդ ժամանակ էլ արդեն մենք համաձայնություն էինք տվել որպեսզի Հայաստանը դառնում Միացյալ Նահանգների ռազմավարական գործընկերը մենք սկսում ենք մի խոսքով մենք վեկտոր էինք փոխում դա էր նաեւ պատճառներից մեկը հոկտեմբերի 27-ի որովհետեւ իշխանությունը Վազգեն Սարգսյանի եւ Կարեն Դերմիջյանի գլխավորությամբ իրենք պատրաստ էին զարգացնել Հայաստանը չգիտեմ որքանով կստացվեր ամբողջական վեկտորը փոխել, բայց համենայնպես իրենք գնում են այդ ուղղությամբ։ Եվ դա էր պատճառը, որ դա եղավ վերջին հանդիպումը Վազգեն Սարգսյանի եւ Ալբերտ Գորի։ Իդեպ օտար երկրից այսպես ասած ուղղորդվող ուժերի մասին մենք այսպես ասած շատ հպանցիկ խոսեցինք պարոն Բլեյան, բայց ուզում եմ ձեր տեսակետը իմանալ արդյոք հիմա այսպես ասած մեր ձևով շարժումը, որը դեռ շարժում է, ուշ չի այնուամենայնիվ պետք է գրանցվի, դառնա քաղաքական ուժ, ձեր տեսակետը որն է եւ այդ համատեքստում 2026-ը միակ դա է միակ երաշխիքը, որ կընթանա այսպես ասած նախքին սև սպիտակ ձևաչափը, որովհետեւ մնացած պարագաներում այսպես ասած տիտղոսային ընդդիմությունը մաշված է արդեն, հա, նմանած օբլիգացիա է կոնկրետ Հայաստան դաշինքը ինչ է լինելու փոխարինելու է Հայաստան դաշինքին մեր ձևով ձեր կանխատեսումը մեր ձևովը ամբողջությամբ ռուսական պրոյեկտ է մեր ձևով շարժումը սպասարկելու է եւ արդեն այսօր էլ սպասարկում են եւ իրենց հայտարարություններում Պուտինի Կրեմլի շահերը Թարապես պատկերացնել որ Ռուսաստանում կարող է լինել հարուստ միլիոնատեր, առավել եւս միլիարդատեր եւ գնալ մեկ այլ երկիր եւ վարել քաղաքականություն, որը կարող է հակոտնյանի լինել Կրեմլի շահերի, դա անպատկերացնել է եւ մենք տեսնում ենք Վրաստանում։ Երբ Իվանիշվիլին օրինակ ներկայացնում են որպես պրոեվրոպական, պրոամերիկյան, բայց մենք տեսանք, որ իրականում նա կարող է գնալ այնքան, որքան դա կթույլատրվի։ Եվ այսօր ես միակ հույսը Վրաստանից այն է, որ այնքան Ռուսաստանը կթուլանա, որ Իվանիշվիլին կհասկանա, որ կարող է մի քիչ ավելի, այսինքն որ նա չլինի արդեն այնքան կախված Ռուսաստանից։ Եվ այսօր նույն բանը իրանք փորձում են օգտագործել Սամվել Կարապետյանի միջով։ Այսինքն իրենք սկզբից Ռուբեն Վարդանյանին օգտագործեցին, հետո վաճառեցին եւ լքեցին։ Այդպես մի քիչ առաջ ասում ենք, որ Նիկոլ Փաշինյանը նենց հակառուսական էր եւ այլն։ Բա Արցախի իշխանությունները որ մեկն էր հակառուսական։ Բակո Սահակյանն էր հակառուսական, Աշալույս Գասպարյանն էր հակառուսական, նախկին նախագահ եթե ճիշտ հիշեցի անունը։ Արկադի Գասպարյան։ Արկադի Ղուկասյանն ներողություն։ Իսեր Աստծո անունը մոռացանք։ Արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն էր հակառուսական, ինքը թալապես ավելի ռուսական արտաքին գործերի նախարար էր, քան Արցախի արտաքին գործերի նախարար։ Ամիսը մեկ զանգում էր Մերձնեստրի արտաքին գործերի նախարարը էր խոսում եւ այլն, ֆուտբոլ էին խաղում եւ այլն։ Բայց ինչ եղավ։ Հանձնվեցին, իսկ իրենք միջև վերջ ապավինում էին ռուսական պաշտպանությանը։ Ասում են մենք վերջում դուրս կգանք, գնացել են մտել են ռուսական բազա Ստեփանակերտում եւ տեսել Երևան չհասան։ Չեք տեսել այդ բաները, իրենց համար էլ ասում են, որ այսպես ասած Նիկոլ Փաշինյանն է տվել նրանց Բաքվին, այստեղ Ռուսաստանը կապ չունի։ Նիկոլ Փաշինյանը չուներ այդ հնարավորությունը ինչ որ մեկին տա Ալիևին թե ոչ։ Ասում է չի ընդունել, ուղղակի ուզեցել են կան Հայաստան։ Այսինքն Ադրբեջանը թույլ է տվել նրանց գալը, նա վերջում մնացել են ձերբակալել են, հետ են ուղարկել, դե լավ է, դե սցենարներ են առաջ քաշում, ռացիոնալ լինել, Լևոն Տեր-Պետրոսյանի սիրած բառը ասենք, եւ որպես վերջաբան խոսենք մի փոքր Ես պատասխանեմ, ոչ, մեր ձևով շարժումը չպետք է գրանցվի որպես կուսակցություն Հայաստանում, առավել եւս չպետք է գրանցվի կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից, որովհետեւ այլ երկրի շահերը սպասարկող կուսակցություններ առավել եւս Ռուսաստանի Դաշնության կողմից, որը ակնհայտ հիբրիդային պատերազմ է վարում Հայաստանի դեմ, իսկ այստեղ բանալի բառը պատերազմ է, չի կարող գրանցվել Հայաստանի Հանրապետությունում որպես կուսակցություն եւ մասնակցել քաղաքական ընտրությունների։ Չեն կարող հակաժողովրդավարական ուժերը ժողովրդավարական ճանապարհով փորձել գալ իշխանության եւ տապալել ժողովրդավարությունը։ Եվ սա հակաժողովրդավարականություն չէ։ Սա ուղղված է ժողովրդավարությունը պաշտպանելուն։
Եվ այն ինչ որ մենք տեսանք Մոլդովայում, Ռումինիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում մենք տեսնում մասամբ, սա խոսում է դրա մասին, որ իրենք բարձի թողի չեն թողել ժողովրդավարությունը, ամենաթողությանը չեն վերացրել։ Իշխանությունը կգրանցի մեր ձևով։ Որն է ձեր կանխատեսումը։ Ես պետք է հույս ունենամ, որ չի գրանցի, բայց իրականում իշխանությունը օգտագործում է Թարապես մենք մեր ձևից ենք միայն խոսում, բայց ես չեմ կարծում որ Ռոբերտ Քոչյանը, Սերժ Սարգսյանը, Դաշնակցությունը, Հանրապետական կուսակցությունը, Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, իրենք իրավունք չպետք է ունենան մասնակցել ընտրությունների, որովհետև իշխանությունը եկել է 18 թվականին եւ իրենք ասել են մինչ այդ իշխանությունը եղել է բռնի կերպով զավթված, ուզուրպացված։ Հետևաբար պետք է լինի սերտիֆիկատ հեղափոխության։ Եվ այդ սերտիֆիկատում պետք է գրված լինի, որ այն ուժերը, որոնք մաս են կազմել իշխանության ուզուրպացիային, հասարակության կեղեքմանը, իրենք պետք է քաղաքական, գոնե քաղաքական process-ներին մասնակցել իրավունքին զերկվեն, վերջ։ Բայց դա ում եք մեղադրում, իշխանությանը չպիտի մեղադրենք, որովհետև մարդիկ ինչի՞ չեք մասնակցել, թե հիմա իրանք են իրանց իրավունքը տրված է, այնուամենայնիվ դեռ էլի, օրենքով որևէ սահմանափակում չկա նրանց մասնակցության, նրանք էլ իրենց սահմանադրական իրավունքից օգտվում են, մասնակցում են։ Ես իրենց մեղադրում եմ, որ իրենք անկեղծ չեն հանրության հետ, որ իրենք չեն ասում, որ մենք եկել ենք, որ ձեզ շարունակենք գրփենք, որ ինչպես օրինակ հեծի ժամանակ էին մենք ձեզ կողոպտում, ինչպես Ռուսաստանում 90-ականների ժամանակ ռուսերին են կողոպտում, հիմա եկել ենք ձեզ կողոպտենք, որ հետո էլ պետք եղած ժամանակ Հայաստանը ծախենք, մտցնենք միութենական պետություն, բելարուսացնենք, մենք էլ կդառնանք այստեղ գուբերնատոր Արմենիայի գուբերնի։ Շատ բարի, գանք ռուս-ուկրաինական պատերազմին եւ եզրափակենք այսօրվա մեր ոդքասթը, ինչ է տեղի ունենում ռազմաճակատում, ըստ էության մենք տեսնում ենք, որ հարաբերփոխ է այնտեղ իրավիճակը, հա, որոշ շրջաններում Ռուսաստանն է առաջ գալիս, որոշ շրջաններում Ուկրաինան է առաջ գալիս, այդուհանդերձ այս համատեքստում տեսնում ենք, որ Ուկրաինայի թիրախները, եթե կոնկրետ ռազմավարական, հա, այսպես օբյեկտներն են, ապա Ռուսաստանի թիրախը հիմնականում հենց քաղաքացիական բնակչությունն է, Ռուսաստանը հիմնականում թիրախավորում է խաղաղ, այսպես ասած բնակիչներին, ինչպես է սա բացատրում եւ արդյոք Ռուսաստանի գործողությունները կարելի է ցեղասպանություն անվանել Ուկրաինայում։ Իհարկե փնարավոր չէ, որոնք ոչ միայն ցեղասպանություն ուկրաինացի ժողովրդի, այլ իր երկրի ներսում, որովհետեւ այդ պատերազմին նա առաջին հերթին ուղարկում է ոչ թե հենց ռուսներին, այլ ազգային փոքրամասնություններին իրենց երկրին։ Իսկ այնտեղ բազմազ երկիր է եւ օրինակ էթնիկ ազգեր կան, որոնք արդեն վերանում են, որովհետեւ ինչքան առու կա, ուղարկել են մսաղացի։ Եվ այլ կերպ անվանել դա հնարավոր չէ կանց ֆաշիզմի մեջ են մեղադրում Պուտինը, Ուկրաինային, նացիզմ, ռաշիզմ, բոլորը վերաբերում է Ռուսաստանին։ Չկա, իրենք գիտեք, իրենք ներկայացնում են, որ ՆԱՏՕ, Ռոսիա борется с ՆԱՏՕ։ Ծիծաղաշարժ է։ Իրանք պարզապես փորձում են դա արդարացնել, ցույց տալու համար, թե ինչու իրենք չեն գնում այն քարերով, այն հաջողությունների, որոնք սպասում է ռուս հասարակությունը, ռուսաստանցի հասարակությունը, լավ էսպես ասեմ։ Եվ չունենալով լուրջ մարտական հաջողություններ ռազմի դաշտում, իրենք փորձում են քաղաքացիական այդ ենթակառուցվածքները թիրախավորելով ուկրաինացիներին հնազանդություն պարտադրել։ Ուկրաինացիների միջև սերմացնել վախ, հոգնածություն այս պատերազմից, որովհետև ի վերջո այս պատերազմը նաև борьба на истощение, հա, թե որ կողմը ավելի շուտ կմաշվի։ Բայց տարբերություն կա, ուկրաինացիք իրենց հողն են պաշտպանում։ Ուկրաինան պաշտպանում է իր տարածքային ամբողջականությունը, իր դեմոկրատական ընթացքը, իր անկախությունը, իր ազատությունը։ Ուկրաինայում կա լեգիտիմորեն ընտրված նախագահ իդեմս Վոլոդիմիր Զելենսկի։ Եվ իդեպ երբ օրինակ փորձում են զուգահեռներ անցկացնել Վենեսուելայի հետ, դա ծիծաղաշարժ է, որտեղ այնտեղ կա մի նախագահ, եւ այդ նախագահը արդեն չկա, եւ վենեսուելացիները ցնծում են Կարակասի եւ մնացած քաղաքների փողոցներում։ Իսկ Ուկրաինայի փողոցներում քաղաքացիները կանգնել են նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի կողքը եւ պատերազմում են ռուսական ագրեսիայի դեմ։ Սա մեծ տարբերություն է։ Եվ Ռուսաստանը չէ որ պետք է խոսեն թարապես լեգիտիմությունից, երբ որ իրենք զրոացնում են իրենց սահմանադրությունը, որպեսզի նախագահ Պուտինը հնարավորություն ստանա, չգիտեմ, 4 տարի հետո հիմա արդեն 6 տարով վերընտրվել եւ այսպես շարունակ։
Եվ ես մեն հաջողություն եմ մաղթում Ուկրաինան եւ ձեզ թերապես ասեմ, որ այն հաջողությունները, որ մենք ունեցել ենք ի շնորհիվ ուկրաինացիների։ Ես ես անկեղծ ասեմ, եթե Կիևը գրավ վեր 3 օրում, 3 շաբաթ կամ 3 ամսում, մենք միգուցե հնարավորություն չունենայինք հիմա այստեղ նստած խոսեինք, դուք այս շապիկը կարողանայիք գրել եւ թարապես ես իրավունք ունենայի Ուկրաինայի մասին խոսել։ Մենք արդեն միգուցե արդեն ձերբակալված կլինենք, օմոնը ռուսական արդեն այստեղ կլիներ։ Առանց չափազանցության։ Ադրբեջանցիների հետ ձեռք-ձեռքի տված։ Հա, ադրբեջանցիները ձեր իբդեպ երբ օրինակ մեկ-մեկ ասում են, դե եթե այն ժամանակ ասում են մանավանդ, քանի որ չեն կարողանում դիմադրել։ Ինչ որ Ռոբերտ Քոչարյանի խոսքերն են։ Օղակերկու, հա։ Հա, եթե չեն կարողանում դիմադրել Ռոբերտ Ադրբեջանին, միգուցե պետք է մտնել միութենական պետություն։ Ախր որոշ մարդիկ մտածում են, լավ, միգուցե չեն կարողանում, գնանք մտնենք Ռուսաստանի կազմ, որ գոնե պաշտպանված լինենք։ Բելգրադի կարծում եմ բնակիչները ահագին բան ունեն այստեղ ասելու, բայց խնդիրն այն է, եթե մենք մտնենք Ռուսաստանի Դաշնության մաս, մենք չենք մտնի այս կազմով, որովհետև մեր տարածքների հաշվին Ռուսաստանը արիշ-վերիշների մեջ կմտներ Ադրբեջանի հետ կամ Թուրքիայի հետ, որովհետև այն ինչ տեղ ունեցավ Ղարաբաղի հետ, նույնը պետք է տեղ ունենար Սյունիքի հետ։ Դե մնացածները կգային թրապտել կգար կասեր այդ ինչ ճանապարհը, բան Սյունիք, բան ոբշե նորմալ է, արդեն դե Հայաստան արդեն չկա, Ռուսաստանն, Ադրբեջան, դու մեր ախպերն ես, վերջ, հագեցինք թեման գնաց։ Սա կլիներ վերջ։ Եվ այդ ժամանակ արդեն այդ եկեղեցականները, որոնք իբր թե այսօր հիշել են, որ իրենք, չգիտեմ, հայ են կամ քրիստոնյա են, իրենք արդեն կդառնային ուղղափառ, կարծում եմ ավելի շուտ, ուղղափառ կդառնային, թերապես չենք լինի մենք, քուրդ կդառնայինք, կներեք, այն առումով, որ բացասական բանով չեմ ասում քրդերի նկատմամբ, այլ ուզում ասում առանց պետություն ազգ կդառնայինք, սա է խնդիրը լինելու, եւ իշնորհիվ ուկրաինացիների, թե Հայաստանը, թե Մոլդովան, թե մնացած պետությունները, Վրաստանը, այո, դե վրացիները գնահատում են։ Անձին իշխանությունները։ Այո։ Մենք հնարավորություն ստացանք թերապես մեր արտաքին այդ պրոակտիվությունը մենք տեսանք այն պայմաններում, երբ Ռուսաստանը գնալով ավելի խրվեց ու գնալով ավելի խրվում այդ ուկրաինական ճահճում։ Իսկ մենք սկսեցինք արդեն շփվել սրա հետ, նրա հետ, պետք է ասենք, ունենալ 4 հարևան, երկուսի հետ ունենալ փակ սահմաններ եւ չունենալ ռազմավարական հարաբերություններ քո երկու հարևանների հետ, Վրաստանի եւ Իրանի հետ, որքան անտրամաբանական է, որովհետեւ նույնիսկ մեր Վրաստան հարևանի հետ մենք կարողանում ենք շփվել այնքանով, որքանով դա թույլատրված կլիներ Ռուսաստանի կողմից։ Խայտարակություն է։ Ռուսաստան թույլ չի տվել տարիներ շարունակ, մենք Ռուսաստանի եւ Իրանի հետ ինչ որ պրոյեկտներ Իրանի հետ, Վրաստանի հետ, քշանոց է։ Եվ ես այն պետք է նախ շնորհակալություն ասեմ ուկրաինացիներին, նախ իրենց, գիտեք, միջալոց Ուկրաինան ամենամեծ հայ համայնքն է Եվրոպայում։ Եվ շատ կազմակերպված ի դեպ։ Այո։ Եվ ի տարբերություն Ռուսաստանում ապրող ոչ բոլոր իհարկե, բայց մեծամասնություն կազմող հայ ազգությամբ ռուսաստանցիների, իրենք հակահայկական չեն։ Իրենք հայկական չեն։ Իրենք պրոուկրաինական են, պրոհայկական են։ Եվ այո, փառք Ուկրաինային, փառք Հայաստանին եւ հույս ունեմ, որ այս տարի նաեւ Ուկրաինայի հետ մենք կարողանանք ռազմավարական համագործակցություն խորացնենք, ավելի ես կարծում եմ թարպես Ուկրաինայի հետ եւ Մոլդովայի հետ մենք ցորենի գործարքը կլինի էլի, այս ցորենի գործարքը կլինի վերջապես, հատկապես որ իրենց բոլոր այդ կարգի ցորեններն էլ բարձրորակ են իսկապես, ասենք, ի տարբերություն որոշ երկրների էլի։ Այո։ Շատ լավ, այս լավատեսական նոտայի վրա էլ ավարտենք այսօրվա մեր ոդքասթը, շատ շնորհակալ եմ, որ ընդունեցիք իմ հրավերը, հետաքրքիր էր ձեզ հետ զրուցել, պարոն Բլեյան, շնորհակալություն, իմ հյուրն էր Արնոլդ Բլեյանը։